Պարոն Մելքոնյան, տևական ժամանակ է տեսնում ենք, որ խոսում են Արցախի ինստիտուտները պահելուց, ամենատարբեր պաշտոնյաներ ընտրելուց, օրերս էլ Արցախի պետնախարարն ընտրել։ Հիմա դուք ինչպես եք գնահատում այս process-ները։ Ինչու են այստեղ պաշտոնյաներ ընտրվում, հայտարարություններ արվում։ Ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչ նպատակով են անում, բայց ասենք որոշ տողատակեր կա այդ նպատակի, բայց հիմնականում ասենք այդ որ ընտրվել է ինքը վարչապետ, ինչ լիազորություններ կա իր ձեռ, ինքը ինչ պետք է անի, իսը ուղղակի մեր ժողովրդին հետաքրքրում է, եթե ընտրել են ղարաբաղցիները իրենց վարչապետ, այդ վարչապետը ինչ պետք է անի, դրա ձեռ ինչ լծակ կա, այսինքն ինչու պետք է զբաղվի այդ մարդը, հետաքրքիր է, չէ, հայտարարություն կարա առանց ընտրվել էլ անի, ասենք, այս նմանը գիտես ինչի, ընտանիքում, որ ասենք, բանը, երեխաներ կան, 2-3 երեխա կա, ընտանիքում, ասենք, ծնողները նստած են, մեկ էլ ասենց նայում ես, այդ 3 երեխան, են մի տան մի անկյունում, ասենց աթոռներ են տրել, մի հատ էլ ասենց վերմակ են գցե, ու իրանց համար տուն են սարքե, ու այնտեղ առանցին տուն են ստեղծում, այդտեղ մի բան ստեղծում են, Էսի նմանա դրան էլ, իրանք եկել են Հայաստան երկիր, պատկերացրա, շատ մարդիկ գնացել են Ռուսաստան, Ռուսաստանում է թու վարչապետ ընտրեն իրանց այնտեղ էլի նորից նախագահ ընտրեն, ազգային ժողով ընտրեն, ասենք որ մասը որ գնացել է ղարաբաղցիների, կարան անեն դրանք, Ռուսաստանում կարան նմանատիպ բան անեն, այս էլ պետությունն է, պետությունը, որտեղ իրանք ուզում են այս պետությունը խարխլեն, երբ մենք տեսանք, չէ, Արցախը ինչ ձևի տեղահանվեց, այսինքն Ռուսաստանի ձեռքով Արցախը հայաթափեցին, ասին գնացեք, հիմա եթե իրանց երկրից, Լեռնային Ղարաբաղից դուրս են եկե, արդեն Հայաստանում են իրանք, արդեն Հայաստանում կա պետություն, կա նախագահ, կա վարչապետ, բոլոր ինստիտուտներն այստեղ աշխատում են, հիմա իրանք եկել են ինչ-որ բան են ինչ-որ բան են ուզում անել, ինչ են անում, ուզում են խարխլեն Հայաստանի Հանրապետության սյուները, Այդ դեպքում պարոն Մելքոնյան, ինչու այս ամեն ինչի այս process-ների դեմը չի առնվում, մանավանդ որ վերջին շրջանում նաև խոսվում է, որ նախագահի պաշտոնավարման ժամանակն է լրացել, ուզում են նոր նախագահ ընտրեն, այսինքն այս process-ները ընթանում են, միջամտություն չկա պետք։ Դրա համար իշխանությունները լուրջ պետք է զբաղվեն դրանով, որպեսզի թույլ չտան նմանատիպ բաներ կատարվեն այստեղ։ Կա հասարակական կազմակերպություններ, Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները ղարաբաղցիների այն մասայի հետ, որոնք ասենք այստեղ ապրում են, արդեն գումարները հատկացում, որ իրանք տներ ձեռք բերեն, վերջ իրանք արդեն ներգրաված են մեր կյանքում, էլ իրենց ավելորդ է, եթե գյուղում ապրում են, դե գյուղապետը իրանց խնդիրները լուծում է, եթե քաղաքում է, քաղաքապետն է լուծում, օրվա իշխանությունները այդ բոլոր խնդիրները էտապ լուծում են, իսկ այդ վարչապետը ինչ պետք է անի, ես չեմ հասկանում, բացի վնաս տալուց, հասարակական կազմակերպություններ են ստեղծված, որոնք ակտիվ մասնակցում են հենց Լեռնային Ղարաբաղից ներգաղթածների բնակարանային հարցերով, սոցիալական հարցերով, բոլորը զբաղվում են այդ հարցերով, Թազա նորից մեր պետության մեջ ուզում են պետություն ստեղծեն, ով է այդպես բան տեսել, ու էսի հետևանքները ունենալու, ինչ հետևանք, ադրբեջանցիները վաղը նմանատիպ ուրիշ բաներ կանեն, այնպես որ թող հասկանան, որ իրանք սխալ բաներ են անում, Պարոն Մելքոնյան, այս մարդիկ էլ ասում են, մենք մեր ինստիտուտներն ենք պահպանում, պետական ինստիտուտները, օրինակ նույն եկեղեցին էլ ասում Արցախի թեմն ենք պահպանում, որովհետև իրենք վերադարձի այդ հույսը չեն կորցրել եւ հույս ունեն, որ Այո, հույսը չեն կորցրել, դրանք թող ելնեն, թող եթե Բաքրատ Գալուստանյանին սառեցնում էին, ասում էին ինքը սառեցված է,
զբաղվում է քաղաքականությամբ, հիմա այստեղ էլ թող սառեցնեն արցախցիները, որոնք արդեն մոտին 1000-ից մի քիչ ավել մարդիկ են հայտ ներկայացրել լինեն Հայաստանի քաղաքացի, ներկայությամբ 8300-ի սահմաններում արդեն Հայաստանի քաղաքացի են։ Այս մարդիկ էլ թող սկզբից դառնան այս երկրի քաղաքացի, բայց գնալու հույսը չկորցնելով, երբ որ կգային պահը, որ Ղարաբաղը թույլատրվի, որ գնալ Ղարաբաղ ապրել, այդ մարդիկ այդ ժամանակ կարան գնան Ղարաբաղ ապրեն, խնդիր չկա։ Բայց խառնվել մեր կյանքին, արդեն մենք հասկանում ենք դա ինչ է նշանակում, եւ զուտ Արցախը հայաթափելու նպատակներից մեկն էր, որ բերեն Հայաստան Ղարաբաղցիներին եւ այստեղ էլ կատարեն հեղաշրջում, նախկիներին բերեն իշխանության եւ երկիրը մտցնեն Ռուսաստանի կազմի մեջ, բախտավոր ապրեն։ Այս ամբողջ ծրագիրը Ղարաբաղը տվեցին, որ Հայաստանը վերցնեն, Ռուսաստանը հանձնեց Արցախը, որպեսզի Հայաստանը գրավի ինքը։ Հիմա այս գործընթացներն են այդ։ Դու մի զարմացեք, նայտես, վաղը կասեն արդեն նախագահ ենք ընտրում, այն մյուսօրը կասեն ազգային ժողովի պատգամավոր ենք ընտրում, այսինքն մեր կյանքը դառնացնելու են։ Պարոն Մելքոնյան, այսինքն այն, որ իրենք հայտարարում են, որ այս ամեն ինչը արվում է հանուն Արցախի պահպանության, այդ ինստիտուտների պահպանության, դա իրականում այդպես է, այդքան էլ այդպես չի, այսինքն այլ նպատակ կա։ Ոչ, այլ նպատակ կա։ Մի տարի հետո ընտրություններ են։ Իրանք ընտրությունների համար են այս ամեն ինչ անում։ Հիմի այս հարցազրույցից հետո էլի մարդիկ կան Ղարաբաղցիներից, որ բան են անում, ընկնում են այսպես ներվային վիճակի մեջ, որ մենք ճիշտն ենք ասում, այն ինչ որ կա։ Մենք ասում ենք եկել եք։ Ես համոզված եմ, որ Ադրբեջան ոչ ոք հետ չի գնալու, Ղարաբաղ հետ չի վերադառնալու ոչ ոք, որովհետև այնտեղ պայմաններ կա, որ իրանք այդ պայմաններին չեն գնա։ Ադրբեջանի քաղաքացի դառնալ եւ մնացած շատ բաներ իրանք չեն անելու։ Իրանց հայրենիքը մնալու է այստեղ պետք է բան անեն։ Դրա համար այստեղ մնալու համար էլ իրանց պետք է իշխանություն։ Դենում ես իրանք ցկտում են իշխանության։ Վարչապետ են ընտրում, վաղը նախագահ կընտրեն, իշխանություն է պետք իրանց։ Հենց մրցակցության մեջ են մտել։ Իհարկե, պատերազմից հետո սկսվել է այդ գործընթացը։ 20 տարի իրանք ղեկավարել են Հայաստանը եւ իրանք շատ լավ են զգացել իրանց։ Շատ գերազանց են զգացել, թե Հայաստանում, թե Արցախում։ Իրանք լավ են զգացել իրանց։ Իրանց աշխատավարձերը 2-3 անգամ ավել է եղել, քան Հայաստանցու աշխատավարձը, որը համետ գումարը իր գրպանից հանե տվել է արցախցիներին, նրանք 2-3 անգամ ավել աշխատավարձ են ստացել ու բոլորս հասկացել ենք, որ այդ աշխատավարձը այնտեղ թող շատ լինի, որ ասենք մարդիկ մնան այնտեղ։ Այսինքն ամեն ինչ արվել է իրանց այնտեղ մնալու համար, ապրելու համար, բայց հիմա իրանք գտնվում են այստեղ, արդեն իրանք հավասար են մեր ժողովրդին։ Արտոնյալ բան չկա, արտոնյալ են, որ բաները իրենց հնարավորություն տալիս տուն սարքելու, տուն գնելու եւ Հայաստանում հիմնավորվելու։ Պարոն Մելքոնյան, դուք այսպես պարբերաբար խոսում եք շատ իրատեսական բաներ եք ասում, որ այո, արցախցիները այսօր դեռ հնարավորություններ չունեն վերադարձի եւ այդ պայմաններն էլ չկա եւ որևէ արցախցի չի ցանկանա վերադառնալ, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ սա կարող է վարկանիշի իմաստով, ինչ-որ իմաստով ռիսկային լինել իշխանության համար։ Օրինակ նույն ընդդիմությունը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ նույն եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին կամ որոշ վերնախավեր հիմա ասում են, որ իրենք զբաղվում են արցախցիների վերադարձի հարցով։ Հիմա այս խոսույթը արդյոք չի վնասելու ձեզ եւ հակառակը ընդդիմադիրների այս դիրքավորումը արդյոք չի օգնելու իրենց։ Ուրեմն ինձ հիմնականում հետաքրքրում է, որ մեր ժողովուրդը հասկանա այս ամեն ինչ։ Իրականությունը հասկանա։ Այդ իրականությունն այն է, որ Արցախը հիմի արցախցիները չեն կարող վերադառնալ Արցախ։ Արցախցիները գտնվում են այստեղ, ուրեմն պետք է աշխատեն, ապրեն, արարեն, ոչ թե հույսը տնեն, որ ասեն,
Հիմի սկզբից այս բաները կա, չէ՞ որ ասենք այդ նպաստները բանը ստանում են։ Ուրեմն իրանք պետք է հույսը տնեն իրանց վրա, ոնց որ Հայաստանի քաղաքացին է հող մշակում, շինարարություն անում ու այդ գումարով իր ընտանիքը պահում։ Նույնը պետք է արցախցին իրան, արդեն զգա այստեղ երկրի տեր, որ ինքը պետք է իրան պահի։ Այսինքն իրանք ման են գալիս իրանց տեղը այս երկրի մեջ, ես ցանկանում եմ որ ման են գալիս շուտ գտնեն ու ասենք են հույսը որ մի քանս հետել խոսում ես ասում է եք թողեմ կետամ Ռուսաստան եսել գնա քեզ ու բռնե Էսի քո երկիրն է քո հայրենիքն է եթե դու քո հայրենիքից ուզում ես գնաս ինչի համար որ չես ուզում այստեղ աշխատես գնացիր այնտեղ այսպես փողերը փռածակ հետ empty հավաքես մենք գիտենք չէ որ արտասահմանում մեր հայրենակիցները քանի ժամ են աշխատում ու քշեր ցերեկը մեկ արած աշխատում են բայց այստեղ էլի բան անենք այստեղ էլ աշխատենք մեր երկիրը ոտի անենք Հիմա դուք խոսում եք, որ նրանք պիտի այստեղ ինտեգրվեն, որոշ ուժեր, ընդդիմադիր ուժեր, այդ թվում նաև կաթողիկոսի մակարդակով խոսվում է այն մասին, որ այս մարդիկ պիտի վերադառնան, վերադարձի իրավունքը պիտի վերականգնվի։ Այս մարդիկ պիտի ինչ-որ մի ձև գտնեն իրականությունը։ Հիմա մնան ինտեգրվեն, թե այս վերադարձի հարցերով տարվեն։ Այս վերադարձի մասին, որ խոսվում է արդյոք, չի հարվածում ձեր այս խոսույթին։ Ինձ թվում է ոչ, որովհետև մենք ճշմարտությունն ենք ասում, իսկ իրանք սուտ են խոսում։ Երբ որ ասում էին Գիրանցով Արցախ ենք գնալու, պատկերացնում ես Գիրանցով Արցախ ոնց են գնալու։ Կամ ասենք կաթողիկոս են դից կոչ անում, որ պետք է բան անենք։ Իսկ Ռուսաստանը կամ կաթողիկոսը ինչու է այդ մասին խոսում։ Ռուսաստանն էլ ինչ խոսում է, ինչ հրահանգ է տալիս, այնի խոսում է կաթողիկոսը ու նույնը խոսում ենք, ինչ եղել։ Այսինքն կապ եք տեսնում այստեղ։ Իհարկե։ Մի հատ հարց տվեք, էլի, մի հատ ժողովրդին հարց տվեք, ձեր լրագրողներին հարց տվեք, որ մեր կաթողիկոսը շքանշան է ստանում այն ժամանակահատվածում, երբ որ Արցախը շրջափակման մեջ էր, իրան շքանշան են տալիս։ Ինչի համար են տալիս շքանշան։ Կարան իրանք բացատրեն ինչի համար տվեցին շքանշան։ Ինչի համար տվեցին այստեղ։ Չէ, պետք է մենք հարցնենք, չէ։ Երբ որ Արցախը գտնում էր շրջափակման մեջ, մեր կաթողիկոսը թափով գալիս էր Ռուսաստանի դեսպանատուն շքանշան ստանալու։ Ոնց հասկանանք մենք։ Բաքրատ Գալուստանյանը բանը վեղարը հակին միջև այսօր քարոզներ է տանում ասում է սառեցված է եթե սառեցված է թող այդ եկեղեցական հագուստները հանի վրից քաղաքացիական հագուստ հագնի ու ժողովրդին ընդառաջի Իրանք էլ դժգոհում են եկեղեցականները, որ պետությունները իրանց գործերին է խառնվում, հիմա էլ վարչապետը պահանջում է, որ կաթողիկոսը թողնի իր պաշտոնը, այսպես ասած վեհարանը ազատի։ Հիմա արդարացնում է սա։ Մի րոպե։ Երբ որ պատերազմից հետո մեր վերքերը այտենց խորը կաթողիկոսը պահանջում է հրաժարական վարչապետից։ Այսինքն կարելի էր կայունացնել ամեն ինչ, նոր ասեր թող գնա։ Նոր հրաժարական պահանջեր, բայց ինքը այդ ժամանակվանից սկսեց բան անել, դառնալ ընդդիմություն դառնալ, բանից ներքուստ ընդդիմություն են եղել իրանք, բոլորը չէ ներողություն։ Ես շատ ընկերներ ունեմ, հոգևորական, որոնց հետ ամեն օր շփվում ենք, խոսում ենք։ Ինքն է սկսել, կաթողիկոսն է սկսել այն վաղտվանից հրաժարական պահանջել ու հիմի էլ նույն բան կարծիքին չի փոխվել իր մոտ ոչ մի բան դրա համար ինքը օրհնեց Բագրատ Սրբազանին որ գնա բան արա դարձի վարչապետ իշխանություն վերցնենք այսինքն եթե հետելներ իշխանությունը լրիվ անցնում էր եկեղեցուն
Չնայած դարերով եկեղեցին է ղեկավարը մեր երկիրը, դրա համար հիմա իրանք ուզում են այն հինը վերադառնա նորից, որ ասենք եկեղեցին դառնա երկրի պետության գլուխ։ Ամեն օր մենք տեսնում ենք վերջին շրջանում այս առճակատումը, ամեն օր վարչապետը նոր գրառումներով է հանդես գալիս, այսօր նորից գրել էր, որ Վեհարանը պիտի մաքրվի, Մայրաթորը պիտի մաքրվի եւ Գարեգին բան պիտի հեռանա եւ պիտի մեկ հացի պատասխանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը, թե չի խախտել։ Հիմա այստեղ խնդիրը կուսակրոնության ուխտը խախտել չխախտելն է, թե ավելի շատ խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն։ Չէ, ուրեմն հիմնականում բանը կուսակրոն լինելն է, որ ասենք, եթե դու ամբողջ թեմի առաջնորդն ես, դու խախտում ես քո երթումը, դրժում ես այդ երթումը, որ դու տվել ես այդ երթումը, հիմի վարչապետն էլ ասում է, որ եթե դու խախտել ես, ուրեմն բարի եղի հրաժարականը տուր։ Դու ընդունված չես Աստծո կողմից, որտեղ Աստծո կողմից ընդունված են օրենքները, որ կա, դու այդ օրենքները խախտել ես։ Դե հիմա Աջո Պահյանն էլ ասում է, սա այնտեղն է, որտեղ պետությունը իրավունք չունի մտնելու այս սահմանադրության։ Մի մտցրեք ձեր քիթը մեր հարցերի մեջ։ Մենք մեր հարցերը կլուծենք։ Հիմա ինչու է։ Դա Աջո Պահյանի մասին որ խոսում եք, ես մի քիչ բան եմ անում, էլի վատանում եմ էլի։ Այդ մարդը, ասենք, ամեն անգամ ատելություն է քարոզում իշխանության եւ հոգեբորականների միջև։ Ամեն անգամ ինքը իր խոսքն ասում է։ Ու ես չեմ էլ ուզում ասեմ կրկնեմ դրա խոսքերը, իր արած խոսքերը, եթե մի մարդն ասում է պատերազմ ենք հայտարարում, պատերազմ, քաղաքացիական պատերազմ եւ այլ, այդ մարդու հետ ինչ կարելի է խոսել։ Եկեղեցին պետք է իր մեջ մաքրի իրան։ Ոչ թե մենք պետք է գնանք ասենք ման, այլ եկեղեցին այդ բոլորը պետք է հավաքվեն ասեն կաթողիկոսին ասեն, որ պատասխանի, քեզ հարց են տվել, պատասխանի հարցին։ Դու երեխա ունես թե չունես։ Կամ պետք է ասի հա, կամ պետք է ասի չէ։ Չի պատասխանում այդ հարցերին։ Ու նորից կողքից սկսում են խոսալ, սկսում են դուք ով եք, բան, մտնում են եկեղեցու մեջ ու գիտեն իրանք արդեն բան են էլի։ Հիմա հարցը երբ պիտի հանգուցալուծում ստանա պարոն Մելքոնյան եւ ինչ եղանակով, այսինքն շարունակվում է տևական ժամանակը, վարչապետը պահանջում է, որ պատասխանի ես մի հարցին կամ դու պիտի ազատես Մայրաթորը Վեհարյանը, մյուս կողմից մենք տեսնում ենք այս ճակերտավոր ասած ընդդիմադիր հոգեբորականների ընդվզումը, որոշներն ասում են, որ դուք ապստամբում եք Մայրաթորի դեմ, փորձում եք Մայրաթորի բակայրամփ լցնել։ Մենք տեսանք թե օդանավակայանում ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին, այսինքն իր շուրջ էլ հավաքված մարդիկ։ Ովքեր դիմավորեցին։ Այն նույն մարդիկ, ովքեր բոլոր շարժումների ժամանակ փողոցում են եղել։ Այն մարդիկ, որ արդեն 2021 թվականից ընդդիմություն են դարել, փողոց են դուրս եկել, այդ նույն մարդիկ դիմավորել են Գալուստանյանին, այդ մարդիկ նույն մարդիկ դիմավորել են ասենք Քոչարյանին, այդ մարդիկ դիմավորել են բոլոր ընդդիմադիրներին։ Այդ նույն մարդիկ նաև հավաքվել գնացել էին կաթողիկոսն էին դիմավորում։ Այնտեղ մեն մասան չէր, էլի որ ասենք, գիտես ինչ մասա էր եկել։ Իրանք են եղել, ազգային ժողովի դեպուտատներից ընդդիմադիր, իրանցից են այնտեղ եղել, այդ ընդդիմադիր գործիչներն են եղել այնտեղ, այդ նույն մարդիկ, որ տարեկան մի քանի անգամ հավաքվում են իրար գլխի։ Պարոն Մելքոնյան, բայց ամեն դեպքում չասացիք, թե հանգուցալուծումը։ Հանգուցալուծումը կախված է կաթողիկոսից։ Ինքը պետք է պատասխանի մի հարցի։ Ինքը երեխա ունի թե չունի։ Էս է հանգուցալուծումը։ Հիմա եթե այո է պատասխանում կամ ենթադրենք։ Թող պատասխանի, այն վաղ արդեն հաջորդ քայլերը կլինեն։ Եվ ասացիք, որ իրեն սատարում էին բոլոր այն մարդիկ, ովքեր 2026 թվականին փողոց էին նստում, ընդդիմություն էին, բայց օրինակ մենք տեսանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ գնաց Մայրաթոր եւ սատարեց Գարեգին Բ-ին, այն դեպքում, որ մենք գիտենք նախկինում նրանք հակասություններ են ունեցել, օրինակ նույն 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընդունել Գարեգին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բանը, եթե հիշում եք, իրանք իրար հետ գործել են։ Հիմի կաթողիկոսին նոր առաջնորդ է պետք ընդդիմությանը։
Ես ինձ թվում է, որ նոր առաջնորդա պետք իրանք ման են գալիս նոր առաջնորդի եւ գտան, որ նոր առաջնորդը արդեն Բաքրատ Գալուստանյանը չկա արդեն, որտեղ ինքը իրան փչացրեց բրծավ, հիմի նոր առաջնորդա պետք, ուրեմն դա կլինի կաթողիկոսը։ Ու բոլորը գնում են արդեն նոր առաջնորդի մոտ։ Նոր առաջնորդը արդեն ինձ թվում է արդեն պարզա անդիմության նոր առաջնորդը ինձ թվում է արդեն պարզա որ դա կլինի կաթողիկոս։ Այսինքն կաթողիկոսը քաղաքական հայտ է ներկայացնում, որ ասում եք անդիմության նոր առաջնորդը կաթողիկոսն է լինելու։ Այսինքն նույն ընտրությունների մասնակցություն կունենա թե ինչպես։ Ձեր ասած մարդիկ նշած մարդիկ բոլոր գնում են կաթողիկոսի մոտ եւ ինձ թվում է ասում են որ պետք է դու առաջնորդես մեզ դեպի հաղթանակ։ Այս ամբողջը ամփոփելով կարող ենք ասել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում է տեղի ունեցողը։ Այսինքն այս մարդիկ հստակ դիրքավորվել են խորհրդարանական ընտրություններից առաջ։ Կարելի ասել, որ ընտրարշավը սկսվել է։ Բաց գործում են։ Բաց գործում են։ Փաստորեն ներում է արդեն ինչի է տեղի ունենում։ Ընդդիմությունը արդեն լրիվ համախմբվեց իր նոր ղեկավարի շուրջ։